Մենք հաճախ այնքան զբաղված ենք մեր առօրյայով, որ չենք նկատում. մեր ծնողների քայլերը դանդաղել են, նրանց ձայնը թուլացել է, իսկ աչքերը լռության մեջ երբեմն օգնություն են փնտրում, չէ՞ որ աչքերն ասում են այն, ինչ սիրտը չի համարձակվում։ Այն նույն ձեռքը, որը տարիներ շարունակ փայփայել է քեզ, այժմ սրտի տեղն է որոնում, գուցե նաև քեզնից թաքուն։ Ու երբ մայրդ ասում է հոգնեցի, երբ հայրդ մի պահ կանգ է առնում շնչառությունը կարգավորելու համար, երբ տատիկը ձեռքը դնում է կրծքին ասելով կանցնի, հիշիր այդ անցնող ցավը կարող է ճակատագրական լինել։ Ծնողները երբեք չեն խնդրի, նրանք չեն ասի տար ինձ բժշկի։ Հոգատարությունը միայն գեղեցիկ բառերը չեն, եւ ոչ էլ այն ավանդական երրորդ բաժակը, որ բարձրացնում ենք սեղանների շուրջ։ Հոգատարությունը ծնողի ձեռքը սրտի ջերմության բռնելն է։ Հոգատարությունը նրանց առաջ բժշկի դուռը բացելն է։ Հոգատարությունը նրանց սիրտն ու առողջությունը սիրով պաշտպանելն է։